Հաշված օրեր են մնացել և շրջանավարտների առաջ կբացվեն նոր կյանքի դռները։ Այս շրջանը լի է տարբեր զգացողություններով՝ ուրախություն, հուզմունք, թախիծ, սպասումներ և նոր նպատակներ։ Միևնույն ժամանակ սկսվում է պատրաստվածությունները՝ հագուստ, ծաղիկներ, մեքենաներ, խնջույքներ ու ռեստորաններ, որոնք հաճախ ընտանիքների համար դառնում են մեծ ծախսերի պատճառ։ Գիտեք ինչ, երևի այս տելևիզիոնյան, այս բաները մի քիչ խանգարիչ հանգամանք են բանանում մեր ժողովրդի, մեր ավարտականների համար։ Տեսնում են Եվրոպայի երևի ձևերը, բայց Եվրոպայում այսպես բան չկա։ Ես իշքան պատկերացնում եմ, իշքան եղել եմ եվրոպական բաներում, երկիրներ եմ եղել, չեմ տեսել այսպես ինչ որ երեք մի բան տեսա սիպտակ շալվարներով, բաներով, ոնց որ հնդիկներ էին, եկել են այստեղ նկարվելու բանը։ Հետո ակադեմիայից ավարտել թե ինչ որ նոր տարվա սեղաններ են քացում, ու սպասում են ով իշնավերով սեղանը այսքան արժի, ինչ որ գիտեք ինչ որ փող աշխատելու միջոց, ոչ թե ինչ որ բան։ Երկուս ունեցողներ չգիտեք, ցողնել է ավարտում նույն բանն են տալիս, լավ սովորողներ նույն բանն է, ես համարում եմ որ դա շատ մենցախալ բան է։ Ծանողները, քանի ծանողի հետ շփվել եմ, ասել եմ մենք էլ ունենք ավարտական է, բան ասի ձակչան որտեղ եք անելու, դե իրենք որ կենեն ռեստորան, գիտեք ինչ բան, ձակչան, յորղանիդ կերավ ոդերը դերգնցում։ Ես գիտեմ, որ իրենք այդ հնարավորությունը չունեն, բայց ինչի ես տունեմ անվում են մեկ էլ ալիգարխներին, որոնք որ մի քիչ փող ունեն, բան ունեն, ինչի կզարմացնես։ Ավարտել ես դպրոցդ, բարով խերով, քու օջախդ, քու ընտանիքդ բարեկամներով, բարով ես ավարտել, բարով գնաս սովորելու կամ եթե չես ուզում սովորել, ինչ ես ուզում դառնալ։ Հիմա սովորելներ է դարը, ես ինչ գիտեմ, ինչ որ մոդա էլի։ Գիտողնել է գնում սովորելու, չգիտեցողներ, մոզգ ունեցողներ, չունեցողներ սովորելու են գնում։ Հա Ջավախիշվիլի բան, թող գնան լավ բան է, եթե հա գոնե լեզուն սովորեն, ոչ մի բանով չսովորին, գոնե Վրաստանում ենք ապրում։ Այս լեզուն պետք է սովորին, ես դրան դեմ չեմ։ Մենք պետք է բոլորիս էլ գիտենանք այս վրաց լեզուն, քանի որ այս երկրում ենք ապրում, այս երկրի հացն ենք ուտում, այս երկրով մենք սնվում ենք, պետք է պաշտպանենք այս վրացական տրադիցիան էլ բան է, դա շատ լավ բան է։ Քանի լեզու իմանաս, այդքան մարդ ես։ Ես դպրոց եմ ավարտել, թամամ կոստյումի բանի փող չունեինք, բան մամաս կանացել ինչ որ պարտքեր արել, որ գոնե շալվար բան հագնեինք, որ ավարտեինք դպրոցը։ Այսինքն 66 թվին եմ ավարտել, այն ժամանակ ինչ վերջի զանգ, ինչ բան, ոչ մի բան, այդպես բաներ գոյություն չուներ։ Դասարանով նկարվում էինք դասղեկի հետ, նստում դա պատմության մեր մինչև հիմի պահել եմ այդ նկարս, երբ եմ ավարտել եւ մեկ էլ նկարվում ենք առաջի դասարան, ով եղել մեր առաջի դասարանի դասադուն։ Այդ երկու նկարներ մեզ հետաքրքիր, թե չէ ինստիտուտների նկարներ բաներ, էլի չգիտեմ ինչ ասեմ։ Այ դա իմ ունևորն էլ է անում այդ բանը, բայց ինչ միտքը չգիտեմ, ինչ ավարտել է դպրոցը։ Առաջի զանգ, վերջի զանգ, միտքը ինչն է։ Առաջներում ավարտական օրերն ավելի բարձ ու ջերմ էին։ Մարդիկ տարիներ անց սիրով ու կարոտով էին հիշում իրենց վերջին զանգը, պատմում դպրոցական հուշերի, ընկերների ու անգեղծ ուրախության մասին։ Այդ օրերի արժեքը ավելի շատ զգացմունքների եւ միասին անցկացրած պահերի մեջ էր, ոչ թե արտաքին փայլի։ Չգիտեմ, էլի լավ բան չէ, թող մեր ժողովուրդը կտոն, չգիտեմ, ես թող չենեն, էլի սխալ է։ Հա, ունևոր կա որ, ոսկի շատ ունի կենե, բայց այդ խեղճ չունևորը ես չգիտեմ ինչ դենե։ Որտեղ ինչի դա ծուր չմանա, խայդարակ չենի, այնպես ինչքան չունի որ չի կարնա կդոմեն որ տեղեն կա իրեն աշակերտներու հետ պատդի անգերուներու հետ։ Եդեւ տանը տունգը պատդին աշակերտները։ Եդեւ այդման աչքի տակով կային ինչ հետ դրա սեղանը վերջանագեր վերջի զանգերև կասկի բամպասանքը։ Այդ գադման չագա սեղանի վրան, այնի չագա սեղանի վրան։ Չգիտեմ թող մեզ ժողովուրդը կտոն մտածել։ Հա, ունիս գենել բացեմ, մարդ, չիրեմ ես չի։ Հա, իմ ամարկոր մի հեչանաչ ունի, գիտես։ Վապս հեչանաչ ունի, ուզացված կարելի դարն է։ Հետևեկան տաղին երես կուդան հանգերդանկը, ինչքան չուներ որ դու սեղան չդարեցիր։ Ենգե ուզացված ամոտում ես իմ կարմերի կամետատունը ընդանիքին հետ շամատև ադի։ Հəbə, ես չեմ մեր վաղտ էնմա բան չագար, ինչ ճաշարան, ինչ ռեստորան, ինչ բան։ Երկրորդ հարգը վեգան խոսացին բան երեցին, սո էտակ բարով։ Հետև վեգան կտան երես,
Հարևան երկու կա կոֆե կդնենք, հանքնենք հետ։ Բայց հիմի չէ, անպայման սա ամեն ինչ եղնի լիքրան, կարակը, խորովածը, то есть իմ ամեն ինչ սա։ Ջոջադի շեղանը, որ ասեն հալալ է, նայ այդի մարդուն ինչ է, բայց այդ ինչ հալալ է։ Եթե դուրս գլացվի այդ պարադուխտը, խաշագետը չի տանի տուն։ Նոր այդ ռեստորանին տերը այդ տաղոց բանով նոր տերը կար նոր հարսնիկը մենե։ Հա, տոշնի հարսնիկը մենե նորից։ Խաշագետներ չեն հավաքը միրկը տանի կամ ուդելիկը բանը։ Մանայդիկ ամենամեծ սխալությունն է ըստ իս ծանողներուն կողմեն, ծանողներն ու մարդիկ իշքան չունեցան այնքան այսպես կովիդ չհնչե խոսքս հեղբացած ձևի նշեցին։ Օրինակ առաջի զանգերն եկեն են ռեստորանը, շատ սխալ է։ Այդի վերջի զանգը հա երեխասը եղել է, ծնվել է, դպրոց քնացել է, պիտի ավարտե։ Ռեստորանը մեծ ծախս էնել, կաշտեն քալողներունա մեծ ծախսի տակցագելու իմաստը վերն է։ Այդ վերջի զանգն է, առաջի զանգն է, սավսեմ մոդիկներով, քեփերով հարևանին քանիմ հոգի ինչ ներթանս ենդի աշկդլուս տեղիտ բարի կյանք, բարի ճանապարհ, էդի գուրիշ բան տանը մեջ խոսքին, էդի գուրուշ է, բայց ռեստորան տեղը մարդ երթա բիդի ուզե չուզե 100 լարին հետ չի պես տա բիդի, բայց արի աշենք այդ մարդ ունի թե հնարավորությունը։ Այսօր ցավոք շատ դեպքերում ամեն ինչ կարծես վերածվել է մոդայի սյուժեի, ով ինչքան շքեղ կհագնվի, որտեղ կնշի, ինչ մեքենայով կհասնի, երբեմն մոռացվում է, որ ավարտականը առաջին հերթին կյանքի կարևոր ու հիշվող փուլ է, ոչ թե մրցակցություն կամ ցուցադրություն։ Ամենագեղեցիկ հիշողությունները ստեղծվում են ոչ թե մեծ ծախսերով, այլ անկեղծ զգացմունքներով ու իրական ուրախությամբ։